Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Երևան է այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցն ուղեկցվել է ակցիաներով։ Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են ատոմային էներգիայի վերաբերյալ հայտարարություն։ ԱՄՆ-ից ձեռք են բերվել անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան հայտարարել է, որ Հայաստանի համար ռուսական միջուկային նախագծերին այլընտրանք չկա։ Ռուսաստանը կբանակցի Հայաստանի հետ երասխի ու ախորիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Transparency International-ը վատթարացրել է Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի վարկանիշը։ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին։ Ազգային ժողովը դեմ է քվեարկել քաղբանտարկյալների մասին ընդդիմության նախագծին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Վաղ շաբաթում ընդդիմադիր հաղթանակ դաշինքի 6 անդամի և կողմնակիցների են ձերբակալել։ YouTube-ը մոնետիզացիայի հնարավորություն կտա Հայաստանի ստեղծագործողներին։ Հայաստանի օրներգի կենդանի կատարումը պետական միջոցառումներին դառնում է պարտադիր։ Ազգային ժողովն ընդունել է աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային ստորագրելու պահանջը հետաձգելու նախագիծը։